Ես 2 ամսում սրանից դարձա սա եւ շարունակում եմ իմ նիհարելու ընթացքը։ Միջև օպտիմալ քաշ իմ նպատակը։ Էջում պահում ենք մոտիվացիան տեղում եւ նիհարում ենք միասին։ Անպայման պահպանեք էջը, որպեսզի իրար չկորցնենք։ Էջում հաճախ եմ խոսել իմ նիհարելու մեթոդից, ընթացքից, բայց այս անգամ ուզում եմ ասեմ դժվարությունների մասին, որոնց ես հանդիպել եմ։ Լինելով կենտրոնի հիմնադիր, շատ հաճախ գրաֆիկի ծանրաբեռնվածության պատճառով ռացիոնս խառնվում էր իրար, բայց կանգ էի առնում եւ հասկանում, սա իմ ապրելակերպն է, ես պետք է կանոնավորեմ իմ սննդակարգը անգամ այս վիճակում։ Այսպիսով, ծրագիրը ոչ թե տապալում ենք պատճառաբանություններով, այլ պարզապես իրավիճակում գտնում ենք գրագետ ճիշտ ելք։ Իրապես առողջ նիհարելը դա ոչ թե Օզեմպիկի ներարկումներն են, ստամոքսի վիրահատությունը կամ օղակները կամ որևիցե միջամտությունները, այլ գիտակցաբար անցնել այդ ճանապարհը, կերտել առողջ ապրելակերպ եւ գրագետ սովորություններ։ Հակառակ դեպքում 3-4 տարի հետո ձեր կորցրած քաշը վերականգնվելու է։ Իսկ ես այս ճանապարհը անցնում եմ 5-ից 6 անգամ սնվելով, կալորիաների գրագետ դեֆիցիտով, ֆիզիկական ակտիվությունով, կանոնավոր քուն ունենալով, խմում եմ օրվա մեջ իմ կշռին համապատասխան ջուր եւ մկանները կառուցելու համար բավարար քանակությամբ սպիտակուցներ եմ օգտագործում։ Այսպիսով, իմ մեթոդում չկա ոչ մի սահմանափակումներ եւ սովի զգացողություն։ Ուտում եմ ամեն ինչ, պարզապես անառողջը փոխարինում եմ առողջով։ Հիշի, ամեն քրտինքի կաթի դա ճանապարհ է մեկ քայլ դեպի քո երազանց մարմինը։ Իմ ճանապարհը հեշտ չի եղել, բայց ամեն բախում իմ մեջ նոր ուժ է արտնացրել։ Մի սպասիր երկուշաբթի, սկսիր հենց հիմա եւ վաղը ուրախանալու ես այսօրվա քո կերտած արդյունքով։